Այսօր հայ արվեստասերներն ու արվեստագետները Սունդուկյանի անվան թատրոնում վերջին հրաժեշտը տվեցին ժողովրդական դերասան Կարեն Ջանիբեկյանին։ Նրա կյանքը ոչ միայն անխզելիորեն կապված էր թատրոնի հետ, այլ նաև կինոյի ավելի քան 50 ֆիլմերում է նկարահանվել։ 30-ից ավելի դերեր էլ կերտել է ժամանակին հեռուստաթատրոնում։ Այսօր արվեստի ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ էին եկել հրաժեշտ տալու իրենց ընկերոջը, որի մասին մեծ սիրով ու ափսոսանքով էին խոսում։ Արտիստներ շատ են ունեցել, բայց Կարեն Ջանիբեկյանի պարագայում մի փառավոր նախշ կար, դա հայ ազնվական մարդու կերպարն էր, որով դաշտ էր ապահովում, ոգու, գեղեցկության, հավատի, եւ դա գալիս էր իր տոհմից, իր մեծանուն հորից ժառանգված էր այդ թանկ գիծը, գեղեցիկ էր, կար, քայլում էր, խաղում էր, ստեղծում էր եւ նաև պարզ հասարակ անցնում էր Երևանով, ինչ որ բաներ փոխվում մեզ համար դաշտում։ Մենք զգում էինք, որ սա հատուկ տեսակ է։ Մարդ, որը որ շատ անկեղծ էր դերերում, շատ անկեղծ էր մարդկային իր վերաբերմունքի մեջ եւ ցավը ինձ թվում է եւ թատրոնի եւ մեր ժողովրդի համար։ Նա շատ հարուստ եւ ոչ միաշերտ, ոչ այդքան հեշտ ընկալելի մեկն էր։ Եվ ինձ համար շատ թանկ մեկը, իմ կյանքում շատ մեծ տեղ զբաղեցրած մեկը։ Եվ իր հետ այսօր իմ կյանքի այդ մասն էլ է գնում, հեռանում ինձնից։ Եվ եթե ես նրան պիտի հիշեմ նրա հետ նաև ինձ, որտեղ մենք խաղացել ենք շատ միասին, թե այստեղ բեմում։ Սկսած 78 թվից, որ հիշում եմ դաժան խաղերից Արվուզովի մինչև Հացավան, որ շատ հայտնի դուետ էր մեր դուետը։ Առաջատար երիտասարդներին նստած կաֆեներում վիճում էինք, իրար հետ ժամանակ էինք անցկացնում, փիլիսոփայում էինք եւ Կարենը կար միշտ, որովհետեւ եւ տողմական էր, ինքը եւ զգում էր իրեն տողմական, երիտասարդ էր, մի քիչ էլ Ազատ մտածողությամբ։ քիթը, մի քիչ էլ քիթը ցցած, բայց միշտ արդարության պայքար տանող, արդարության համար պայքար տանող դերասան։ Ուսանող տարիները շատ ակտիվ միջավայր ունեինք գեղարվեստաթատերական ինստիտուտում եւ ինքը այդ ակտիվներից մեկն էր։ Մարդկային տեսակը Երևանի, իսկապես Երևանի միջավայրի լավ դաստիարակված նաեւ փողոցի հետ լավ ակտիվ կյանքը ապրած անձնավորություն էր։ Ամեն ինչի մեջ կար Կարենը։ Եվ բացի այդ վերջի տարիներում տեսակ իր կերպարով էլ դարել էր այն եզակի մարդկանցից, որոնք Երևանում արդեն ճանաչում էին, արդեն որ դուրս էին գալի, մարդիկ հարգանքով վերաբերում էին։ Այդ միջավայրն աղքատանում էր։